Բարև։ Երկրի մթնոլորտում ֆիքսվել է հերթական տագնապալի ռեկորդը։ Ածխաթթու գազի կոնցենտրացիան հասել է 424 մասի մթնոլորտի մոլեկուլների յուրաքանչյուր միլիոնի դիմաց։ Սա դիտարկումների պատմության ընթացքում ամենաբարձր մակարդակն է, սակայն գլխավորը ոչ թե բուն թիվն է, այլ դրա աճի արագությունը։ 2023 թվականից մինչև 2024 թվականը ցուցանիշը աճել է միլիոնի դիմաց 3,5 մասով։ Սա պատմության ընթացքում ամենասրընթաց աճն է։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալներով այսպիսի աճ գրանցվում է առաջին անգամ 1957 թվականից սկսած, երբ իրականացվել են առաջին չափումները։ Մասնագետների գնահատականով պատճառը մի քանի հանգամանքի համադրումն է։ Օրգանական հանածո վառելիքի այրումը, մասշտաբային հրդեհները ամազոնյան անտառներում, Էլ Նինյո կլիմայական երևույթը ու մթնոլորտի բնական տատանումները։ Այս ամենը բերել է նրան, որ մեկ տարվա ընթացքում մոլորակը կորցրել է ածխածինը կլանելու իր կարողության զգալի մասը, թե ցամաքը ու թե օվկիանոսը շատ ավելի վատ են լուծում այս խնդիրը, քան սովորաբար։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության զեկույցը հրապարակվել է ջերմոցային գազերի թեմայով ամենամյա տեղեկագրում։ Այն ցույց է տալիս, որ տենդենսն իսկապես դարձել է համակարգային։ Ածխաթթու գազի կոնցենտրացիան աճել է մինչև 423,9 մաս միլիոնի դիմաց, մեթանինը մինչև 1942 մաս միլիարդի դիմաց, իսկ ազոտաթթվինը մինչև 338 մաս միլիարդի դիմաց։ Բոլոր 3 նյութերը միաժամանակ են հասել ռեկորդային ցուցանիշների։ 1990 թվականներից սկսած այս գազերի ընդհանուր ռադիացիոն ազդեցությունը, այսինքն ջերմությունը մթնոլորտում պահելու նրանց կարողությունն աճել է 54%-ով, իսկ 1960-ականների համեմատ կոնցենտրացիաների աճի տեմպերը եռապատկվել են։ Զեկույցում հատուկ ուշադրություն է դարձվում ածխաթթու գազին, որը պատասխանատու է ժամանակակից գլոբալ տաքացման մոտավորապես 79%-ի համար։ Այս գազի կտրուկ աճը նախորդ տարվա ընթացքում հետազոտողները կապում են Էլ Նինյոյի անսովոր տաք փուլի հետ։ Երբ օվկիանոսը տաքանում է, այն ավելի վատ է կլանում ածխաթթու գազը, իսկ երաշտը մայրցամաքներում դանդաղեցնում է ֆոտոսինթեզն ու նվազեցնում օդից ածխածինը վերցնելու բույսերի կարողությունը։ Միաժամանակ Ամազոնում, հատկապես Բրազիլիայում եւ Բոլիվիայում խոշոր անտառային հրդեհները մթնոլորտ են նետել ածխաթթու գազի եւ շմոր գազի միլիոնավոր տոննաներ, ինչը նույնպես ֆիքսել են տարածաշրջանի օդերևութաբանական կայանները։ Ոչ պակաս տագնապալի են մեթանի հետ կապված տվյալները։ Այս գազը տասնյակ անգամներ ավելի ուժեղ է մեծացնում ջերմոցային էֆեկտը, քան ածխաթթու գազը, ու մեթանի կոնցենտրացիայի աճը անսպասելի արագ է։ Նոր տվյալները ցույց են տվել, որ հիմնական պատճառներից մեկը բրնձի գյուղատնտեսական արտադրությունն է Աֆրիկայում։ Մայրցամաքում բրնձի աճեցման ընթացքում մեթանի արտանետումները գրեթե 2 անգամ գերազանցում են կանխատեսումները ու յուրաքանչյուր տարի ավելանում մոտ 200,000 տոննայով։ Այսպիսով մոլորակը գտնվում է մի ժամանակահատվածում, երբ կլիմայական պրոցեսները ավելի ու ավելի են կախված ոչ միայն էներգետիկայից ու արդյունաբերությունից, այլև գյուղատնտեսությունից ու բնական երևույթներից։ Գիտնականները զգուշացնում են, ջերմոցային գազերի կոնցենտրացիայի ռեկորդային աճն ազդանշան է այն մասին, որ երկրի կլիման հազարամյակներ շարունակ կայունացնող համակարգը սկսում է կորցնել բալանսը։ Սատուրնի ամենազարմանալի արբանյակի Տիտանի հաստ նարնջագույն մթնոլորտում Ցելսիուսի սանդղակով -180 աստիճան ցուրտ է ու հեղուկ մեթանի անձրևներ։ Չնայած խիստ պայմաններին, հենց այստեղ են տեղի ունենում քիմիական պրոցեսներ, որոնք անհնարին են երկրի պայմաններում։ Հետազոտողները եկել են եզրակացության, որ Տիտանի մթնոլորտի պայմաններում ցիանական թթվի մոլեկուլը կարող է յուրահատուկ բյուրեղներ ձևավորել մեթանի ու էթանի հետ։ Սրանք միացություններ են, որոնք սովորաբար չեն փոխազդում։ Այս հայտնագործությունը կարող է փոխել մեր պատկերացումները սառցե աշխարհների մասին։ Տիտանը վաղուց է հետաքրքրում գիտնականներին։ Սա արեգակնային համակարգում միակ մարմինն է երկրից բացի, որի մակերևույթին գոյություն ունեն ծովեր ու լճեր, սակայն դրանք բաղկացած են ոչ թե ջրից, այլ հեղուկ ածխաջրածիններից։ Խիտ ազոտամեթանային մթնոլորտում ձևավորվում են ամպեր, որոնք առաջացնում են մեթանի եւ էթանի անձրևներ։ Այստեղ էլ ծնվում է ցիանական թթուն, մոլեկուլ, որը կարևոր է կյանքի համար անհրաժեշտ ամինաթթուների եւ այլ օրգանական միացությունների առաջացման համար։ Ցիանական թթուն կապված է նաեւ թոլինների առաջացման հետ։ Սրանք բարդ օրգանական նյութեր են, որոնց շնորհիվ Տիտանը ստանում է իր հատկանշական գույնը։ Նման միացություններ հայտնաբերվում են Նեպտունի Տրիտոն արբանյակի գիսավորների եւ անգամ հեռավոր թզուկ մոլորակների վրա։ Գիտնականները ենթադրում են, որ Տիտանի վրա ցիանական թթուն կարող է նստել մակերևույթին եւ ռեակցիաների մեջ մտնել մեթանի ու էթանի հետ, ձևավորելով կայուն ստրուկտուրաներ, որոնք կարող են պահպանվել միլիարդավոր տարիներ։ Դա ստուգելու համար Չալմերսի տեխնոլոգիական համալսարանի հետազոտողների միջազգային խումբն անցկացրել է լաբորատոր գիտափորձերի սարք։ Նրանք սառեցրել են մեթանի, էթանի ու ցիանական թթվի խառնուրդները մինչև Տիտանի
տիտանի պայմաններին, մոտ ջերմաստիճաններ ու հետևել բյուրեղացման պրոցեսներին։ Սպեկտրոսկոպիկ վերլուծությունը ցույց է տվել փոքր, բայց հստակ շեղումներ սպեկտրալ գծերում։ Սա նշանակում է, որ ածխաջրածիններն իրոք ներդրվել են ցիանական թթվի ստրուկտուրայում։ Համակարգչային մոդելավորումը հաստատել է արդյունքները, ձևավորվել են կայուն բյուրեղներ, որոնցում բևեռային եւ ոչ բևեռային մոլեկուլները կապված են ջրածնային կամրջակներով։ Այս նոր ստրուկտուրաների եւ մաքուր նյութերի էներգետիկ տարբերությունը նվազագույն է, ընդամենը 0.5-ից 1 կիլոջոուլ/մոլ։ Սա նշանակում է, որ տիտանի վրա նման բյուրեղները կարող են առաջանալ լրիվ սպոնտան, հատկապես էթանի 10-ից 20% պարունակության դեպքում։ Գիտնականները ենթադրում են, որ այս բյուրեղները կարող են նշանակալի դեր խաղալ տիտանի միներալիզացման մեջ։ Դրանք կարող են պինդ վիճակում պահել մեթանն ու էթանը, ձևավորելով ստորգետնյա ռեզերվուարներ, որոնք ժամանակի ընթացքում մթնոլորտ են բաց թողնում ածխաջրածինները։ Այսպիսի պրոցեսները կարող են բացատրել նաև փոփոխական լանդշաֆտները ու խորհրդավոր մեթանային կղզիները, ժամանակավոր տարածքներ, որոնք դիտարկվում են արբանյակի ծովերում։ Հայտնագործությունը հրապարակվել է PNAS ամսագրում ու արդեն դիտարկվում է որպես կարևոր քայլ սառը մոլորակների ու արբանյակների քիմիան հասկանալու ճանապարհին։ Նման բյուրեղների առկայության վերջնական հաստատմանը կօգնի NASA-ի Dragonfly առաքելությունը, որը պետք է տիտան հասնի 2034 թվականին։ Այս սարքը տեղում է որոնելու օրգանական ռեակցիաների հետքերը։ Իսկ հիմա գիտական անեկդոտ։ Կենսաբանը, ինժեներն ու մաթեմատիկոսը սուրճ են խմում ու նկատում են, որ փողոցի մյուս կողմում գտնվող տուն մտավ 2 մարդ։ Որոշ ժամանակ անց տունը լքում է արդեն 3 մարդ։ Կենսաբանն ասում է. ամեն ինչ պարզ է։ Այս երկուսը զուգավորվել են, բազմացել ու հիմա տունը 3 հոգի է լքում։ Ինժեները պատասխանում է. ոչ, ուղղակի մեր սկզբնական դիտարկումը սխալ է պարունակում։ Մաթեմատիկոսը սուրճով բաժակը դնում է սեղանին ու ասում. երկուսդ էլ սխալվում եք, անհրաժեշտ է սպասել, մինչև տուն կմտնի եւս մեկ մարդ։ Այդ ժամանակ տունը կրկին դատարկ կլինի։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։